Հանուն հոր և որդվո և ոգվույն սրբո, ամեն։ Հիսուս դարձյալ արագոմը ժողովուրդին ըսավ. Երկնքի արքայությունը գնմանի հետևյալի, թագավորը իր որդին համար հարսանիք սարքեց, անիգա իր ծառաները ղրգեց, որպեսզի հրավիրյալները հարսանիքի կանչեն, սակայն հրավիրյալները մերժեցին կալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ ալ ղրգեց անոնց պատվիրելով, ըսեք հրավիրյալներուն, ճաշկերույթը պատրաստ է, զավարակներս և բարարդ կենդանիները մորթված են ու ամեն ինչ կազմ ու պատրաստ է։ Հրամեցեք հարսանիքին։ Այս հրավիրյալները կարևորություն չտվինք, մեկը իր աքարակը քնած, մյուսը իր արևդուրին, իսկ ուրիշները ծառաները բռնեցին, ձեծեցին և սպանեցին։ Թագավորը երբ ասիկա լսեց, հարգացավ և իր զինվորները ղրգեց, որոնք որջրագործները սպանեցին և անոնց քաղաքն այրեցին։ Հետո թագավորը ըսավ իր ծառաներուն. հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրյալները արժանի չէին։ Հիմա հրապարակ կացեք և ով որ գտնեք հրավիրեցեք հարսանիքի։ Ծառաները ճամփաները ելնելով հավաքեցին բոլոր անոնք, որ գտան թե չարերը և թե բարիները, և հարսանիքի սրահը լեցվեցավ հրավիրյալներով։ Երբ թագավորը ներս մտավ դիտելու համար հրավիրյալները, տեսավ մեկը, որ հարսանիքի պատշաճ հագուստ չէր հագած, ու ըսավ անոր. «Բարեկամ, ինչպես հոս մտար առանց հարսանիքի հագուստ ունենալու»։ Մարդը բաբանցեցավ։ Այն ադեն թագավորը սպասավորներուն ըսավ. «Գաբեցեք անոր ոտքերն ու ձեռքերը և դուրսը խավարի մեջ ներեցեք, հոն անիգա թող լա և ակրաները կրճտե, որովհետև կանչվածները շատ են, բայց ընտրվածները քիչ»։ Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, այս արագ երբ որ կգարթանք, դերևս շատ անգամ հպանցիկ կանցնենք անոր վրայեն և շատ ուշադրություն չենք դարձներ այդ տեղ ըսվածին։ Հիսուս արագ երբ կխոսի։ Հիսուս արագով կխոսի, երբ որ պիտի փոխանցե երկնային մեծ ճշմարտությունը, մարդոց համար ըմբռնելու դժվար իրականությունը, կթյուրացնե զանոնք և մանկական ոճով պատմության մպես առակի մպարունակի մեջ կփոխանցի այդ ճշմարտությունը։ Այստեղ Հիսուս սիրելիներ, բարձ պատմությունը խոսելու սիրույն, ժամանակ լեցնելու սիրույն չէ, որ գսե ասի, այլ խոր պատկանն ունի այդտեղ և ականջ ունեցողները կոչված են լսելու։ Ասի գրնասալ չնելու պատկան չէ, ասոր ականջ գրնաս չդալու գացությունը չէ այս մեկը, այլ այստեղ Հիսուս կփոխանցե մեր քրիստոնեական հավատքի հիմնական կոչը, որն է։ Դեր Աստվածը այդ գամուրջը բացած է հաշտության մարդու հետ։ Եվ մարդը կհրավիրե այդ երկնային գոչունքին, հարսանիքին, ուրախության։ Այսինքն կհրավիրե մարդուն միանալու իրեն հետ, ապրելու իրեն հետ, շնչելու իր մով, մտածելու իր մով, մեկ դառնալու իրեն հետ։ Բայց դժբախտաբար մարդը անցյալին և այսօր, որովհետև նույնն է մարդը երեք այսօր և հավիտյան, ինչպես անցյալին նույնպես այսօր, մարդիկ ականջ չեն ուզեր գախել Քրիստոսի, կուզեն գետրոնանալ իրենց անձնական կյանքին վրա,
իրենց համար առաջնահերթություն և կարևորությունը իրենց անմիջական շահերն են, իրենց անմիջական շոշափելի շրջանակն է, իրենց անմիջական խաղաղությունն է, իրենց անձնական փառքն է և պատիվը։ Աստված կխոսի, Աստված գոչ գնե, կհրավիրե, հակառակ որ մենք արժանի չենք, բայց և այնպես առաքյալներուն միջոցով, Սուրբ Աստվածաշունչի միջոցով, Սուրբ Հոգու ներգործությամբ բոլորիս այդ հրավերը կուտա և գրնոք երևակայել սիրելիներ, մենք որ հող մնենք պարզապես, հողի գույտ մնենք, թադաբարդված ենք հող թարնալու, նեխելու, աղբ թարնալու հողի, Աստված մեզի գարժևոր է, այնքան որ գսե ցերքդ դուր և եկուր իմ դունս և ինձի հետ ապրիր և ինձի ուրախագից դարձիր և ինձի հետ հավիտենականություն վայելել։ Բայց դժբախտաբար մարդկային պատմությունը մեզի ուրիշ բան ցույց կտա։ Մարդիկ երբեք ալ հետաքրքրված չէին ճշմարտությամբ։ Միան այսօր չէ։ Անցյալին ալ մարդը նույնը եղած է։ Ադամ և Եվայի պատմությունը գնայինք, Աստված ամեն տեսակի շնորհքներ կուտա Ադամին մարդուն։ Ամեն տեսակի բարգևներով կբարուրե և կլեցնե իր կյանքը։ Բայց միայն սահման մը գտնե այդտեղ փոքրիկ և գսե, որ այս մեկը փորձե չնել։ Այս մեկը քու սահմաններդ դուրս է։ Այս մեկը քու իրավունքը չէ։ Բայց և այնպես մարդը ինչ կնե, այդ ամեն անձայրազիր հարստությունները, փառիքները, շնորհքները, օրհնությունները, գարելիությունները, որ Աստված պարգևած է, այդ բոլորը ունենալով հանդերձ, մենք ուզենք ընել փամը, որ Աստված մեզի չուզեր որնենք։ Գսիրենք մեղքը, հագում ունենք չարանալու, միշտ գերթանք խավարին ետևել, կիդակցապար գաման կիդակցապար, Աստծո գանչին, գոչին ագանչ չենք տար, կիդակցապար և անկիդակցապար Աստծո գսենք, ես ազատ եմ ինչ որ ուզեմ գնեմ։ Բայց ասով հանդերձ գնայինք, որ Աստված այնքան գսիրև գքուրքուրա մեզի, երկինքեն գրակ չի դեղացներ, որբեսի ածխացնեմ մեզ բոլորս և վերջանա այլևս մեզ, ոչ։ Հիսուս Քրիստոսի միջոցով ետ դարձի Աստուծո վերադառնալու կամուրջը կկառուցե, որբեսի մարդը հոն խավարին մեջ, մահվան մեջ, չարի ջիրաններուն տակ չի մնա և անցնի կամուրջը և հասնի ճշմարիտ խաղաղության, ուրախության, գոչունքին, հարսանիքին։ Ադով հանդերձ կտեսնենք, որ պատմությունը մարդը կշարունակե ագանք չգախել Աստուծո։ Դժբախտաբար սակայն այդ ագանք չգախողներուն մեծ բաժինն ալ Քրիստոսի մգրդություն և թրոշմը ստացած մարդիկ են, եկեղեցու անդամ մարդիկ են, որոնք անունով միմիայն Քրիստոսը կգրեն, բայց քավ լիցի, որ իրենց ամենեն դառնական բարդականությունները իրագործեն իրենց կյանքի մեջ։ Դեր գսենք Քրիստոսին, բայց ծարայի բարդականություն չենք ուզեր ստանցնել։
դեր տուն իմ ասվածը սես կսենք, տուն իմ առաջնորդը սես կսենք, տուն իմ ճշմարիտ վարդապետը սես կսենք, բայց եւ այնպես ադոր փոխարենը մենք աշակերտի եւ առաքյալի քիդագից բարդականությունները չենք ուզեր հանցն առնել մեր կյանքի մեջ։ Դիրոջ կնայինք մեր դերը, որ երկնքին մեջ իր քային վրա բազմած չէ, որ մեզի կյանքը սորվիլ տվավ, այլ ինքը մարդացավ մեր սերքեն բռնեց քալեցուց մեզի երեխայի պես, սորվեցուց մեզի, դեսնել տվավ մեզի, թե ինչ կնշանակե ճշմարիտ գլխակիր աստվածավախ կամ աստվածասեր մարդ դառնալ, հանցն արավ, չարչարվիլ, դարաբիլ, հայհոյանքներու ենթարկվիլ, զրբարդանքներու ենթարկվիլ, մարդոց մեծեց կերավ, անսահմանն աստված, բայց և այնպես մեր աստվածը, մեկ հատ չսավ երկնքին, որ հրեշտակներու քունթերը կան և մեզ ոչնչացնեն։ Բայց մյուս կողմեն գնայինք, որ յուրաքանչյուր մարդ կդառնա թադավորը մյուսին։ Ուրիշին սխալները փնտրելու ետևե գերտանք, բայց մեր սխալներու գիտագից չենք։ Ուրիշին մեջ կտեսնենք դգարությունը եւ այդ դգարությունը կուզենք հրաբարակել, բայց չենք ուզեր, որ մեր դգարությունները մեջտեղ ելնեն եւ ամոթի մատնվենք։ Սիրելիներս, ասկի առաջ ասած եմ, որ մեր բոլոր տոները, տոնագադարությունները անիմաստ են ամբողջությամբ, ժամանակի գորուստ են, գոգորտ կբադրենք հիմակվապես, ցայն չի մնաց երկել են, անոնք միայն գոգորտ բադրելու միջոց կդառնան, եթե մեզի պատկամը պիտի չփոխանցեն, եւ այդ պատկամին հիմնականը այն է, որ ավելի լավ մարդ եւ ավելի լավ քրիստոնյա պետք է լաս դու, ես եւ բոլորս։ Բայց ողության ժամանակահատվածին ենք եւ գրեթե իր ավարտին կհասնենք։ Ինչ ենք այս բայեցողության ընթացքում։ Ինչով լիցքավորեցինք մեր միտքը, մեր հոգին, ինչ սորվեցանք, ինչ փոխվեցավ մեր մեջ։ Բոլորս եթե նայենք ուրիշին աչքին, պետք է միայն տեսնենք մենք մեզ, որովհետև եթե թիմացինս սխալ լրած է, այդ սխալը ես ալրած է։ Եթե թիմացինս դգար է, ադոր մեջ կտեսնեմ նաև իմ անձս, որովհետև ես ալ դգար եմ։ Հիսուս ինչ կսե, թող որ, երբ որ այդ կնոջ ուքան քարգոծելու ինչ կսե, ան որ անմեղ է, թող առաջին քարը ինքն է։ Եվ ինչ կսե այդտեղ, այդ հրյաներ նույնիսկ անդադարձան եղածին, քարերը ցկեցին իրեն ձեռքեն, որտեղ անդրադարձան, որ իրենք ահավոր գացության մեջ են։ Թող որ իրենք իրենց սրբակրեն նախ, որովհետև թիմացին թադավորն լան։ Բայց ողության ժամանակահատվածը ըստ ինձի եւ անոր համար թերևս մենք վարակույրը կփակենք, մենք մեր մեջ կենտրոնանալու այդ ժամանակահատվածն է։ Մեր ականջները, մեր աչքերը դուրսի աշխարհեն կքոցենք, բայց չենք քոցեր աստուծո մեր, կքոցենք դուրսի աշխարհեն, դուրսի ցայներեն եւ կփորձենք կենտրոնանալ մեր մեջ, դեսնելու համար մեր ներսիտին։ Դեսնելու համար, թե ես ինչ կացության մեջ եմ, ինչ սխալներու մեջ եմ և ինչպես կրնամ այդ բոլորեն դուրս կամ։ Բարաբի չէ, որ արարողության ժամանակ
կդառնանք դեպի արևմուտք, որ ինչ կնշանակե խավար աշխարհը, կդառնանք դեպի խավար եւ հրաժարինք ի սատանայե գսենք, կհրաժարինք չարեն, կհրաժարինք չարախոսութենեն, կհրաժարինք ուրիշը թադելու սկզբունքեն, կհրաժարինք ուրիշը ոտնագողելու, խայդարագելու հիվանդութենեն, կհրաժարինք ուրիշին սխալը հետապնդելու քաղցքեղեն, կհրաժարինք մենքս մեզ ավելի լավ նկատելու ուրիշեն, կհրաժարինք մենքս մեզ ավելի լավ եւ ավելի քրիստոնյա եւ ավելի բարձր նկատելու, դգարեն, հիվանդեն, զրկվածեն, դքեդեն, եւ թող որ անմեղ եւ կատարյալ Եղողը ինք դեպի արևմուտք չդառնա։ Սիրելի ավանդացյալ քույրերը եղբայրներ, Աստված այսօր մեր բոլորին, ինչպես քիչ առաջ արագի մեջ կարդացինք, այդ հարսանիքին, գոչունքին, Աստծո արքայությունը հաստատելու այդ հարսանիքին կկանչե մեզ բոլորս։ Գրավիրե քեզի, ինձի, մյուսին, եկեղեցականներ կամ աշխարհականներ, թուրը լայն բացած է եւ անառակ որդի առագի հոր նման կսպասե, որ իր անառակ զավակներ իրեն թարման օրն։ Թեկուզ թերևս օրմը հայրը կմտածե, որ իրենց կյանքի փորձառությամբ, երբ դժվարություններում մատնվի, երբ զրկանքին մատնվի, երբ անարդարության մատնվին, անդրադառնան, որ իրենց հայրը կսպասե իրենց վերադարձին։ Չնմանինք այն ծառաներուն եւ այն մարդոց, որոնց թագավորը կհրավիրե, բայց իրենք կմերժեն այդ հրավերը, ասելով, որ ես հիմա սպաղ եմ, ես հիմա անելիքներ ունիմ, ես իմացական կորձիս վիտնային, ես իմացական ջեբիս վիտնային, եւ ես իմացական ուրախությանս պիտի նայիմ, իմ հանգիստս պիտի հետապնդեմ, հիմա ասանք բանելու ժամանակ չէ։ Շատեր կմտածեն, եւ իսկապես կմտածեն, ասեմ, որ հիմա երիտասարդ եմ, հիմա կորձի մեջ եմ, քիչ այս բիզնեսից մեջ ավելի լավանամ, ավելի խորանամ իմ կորձից մեջ, ավելի ապահով կյանք ունենամ, անգե հետո քիչ մը կփորձեմ եկեղեցի երթալ կամ Աստծո մասին հետաքրքրվել։ Գնմանինք այն մարդուն, որ իր հարստությունները կփորձե, իր մեծությունը կփորձե հավաքել, այս օրը դիրոջ հրեշտայ ու կայրեն գսե, ով անմիտ բարդ, ասինչ անմտություն է երազет, այս օրոքիտ պիտի արնվիկու, ինչի պիտի ծարայ այդ բոլորը, միայն պիտի լան ժամանակի գորուստ, առաքյալի խոսքով ամեն ինչ վնաս պիտի նկատեմ Աստծո սիրուն, ինչ որ ինձի Աստծո չի մոտեցներ, այդ բոլորը վնաս են ինձի համար։ Այս բայցողության ընթացքին սիրելիներ, մենք կպատրաստվենք հարութենական հաղթական գոչունքին, հարսանիքին, ուրախության։ Հոն հասնելու համար բայց, արժանի ըլլալու համար բայց անոր, ուրախագից դառնալու համար Աստծո հարութենական հաղթական գոչունքին, ես այստեղ որոշումներ ունիմ արնելիք, ընելիքներ ունիմ, չեմ գրնար ցերքերս ծալել, թիդորթի թեր ունենալ, անգողինես կամ հանգիստ նստարանես և սոֆայես, արժանանամ այդ մեծ գոչունքի։ Հանձնարարություն պետք է արվենք։ Ցկելու ամեն բան, ինչպես արագի մեջ, ցկելու մեր կյանքի ակարակները, ցկելու մեր անձնական շահերը եւ կորձերը եւ շահերը,
Եվ երթալ թեպի այդ կոչունքը, այդ հրավերը, այսինքն ցերփազադիլ ամեն բանը, որ ցեզի կգաբե այս երկրին, ցերփազադիլ ամեն բանը, որ ցեզի վար կքաշե եւ ոչ է վեր կհանե, ավելի ցեխին մեջ կմցնե, քան թե ավելի մաքրե եւ սրբե, այդ բոլորը պիտի ցկես, ամփարդավանությունը մեջ է դուրս պիտի հանես, եսասիրությունը մեջ է դուրս պիտի հանես, ուրիշի մասին զրբարտություններ անելը դուրս պիտի հանես, ուրիշին սխալները դիտելը դուրս պիտի հանես, թունքու անցդ ավելի վեր եւ ավելի մեծ նկատելը դուրս պիտի հանես, այդ հիվանդությունները դուրս պիտի հանեք ձեր մեջ են, որովհետեւ կարենաք դեղ անալ ճշմարիտին։ Ոչ թե ինչ որալ անենք, անօգուտ է։ Սիրելիներս, ինչ որալ անենք, անօգուտ է, 1000 եկեղեցիներ կառուցեցեք, 1000 պատկերներ համբուրեցեք, 1500 մոմեր վարեցեք, տասնյակ հազարներով նվիրատվություններ ըրեք, եթե ձեր մեջը դուք ձեզ չեք նվիրած Աստծո խորանին, եթե ձեր ներսիտին չեն նվիրակորձված Աստծո, ապա ուրեմն ամեն ինչ ավելորդ է։ Թող որ սա ճշմարտությունը թեպի հարություն գալող այս ճանապարհի ընթացքին մեր մեջ ավելի եւ ավելի զորանա, արմատավորվի, որպեսզի կյանքի վերիվայրումները, մարդոց չարախոսությունները, մարդոց չարիքները երբեք մեզ չզլացնեն այդ առաքելութենեն, չշեղեն այդ ճանապարհեն, մնանք մենք ամուր մեր հավատարմությանը մեջ, մեր նախանցախնդրությանը մեջ, իմանալով, որ միշտ մենք կպատկանենք Աստծո, կսրբվենք Աստծո շնորհքով եւ կզորանանք եւ կամրապնդվենք Աստծո Սուրբ Հոգին ներկայությամբ։ Թող որ Աստծո ներկայությունը անբագաս դառնա մեր բոլորի կյանքը, շոշափելի գերբով անդեսանելի դառնա մեր կյանքի մեջ։ Ըսկանք անոր ներկայությունը եւ անոր ներկայության փերած շնորհքները, զորությունը, ամրությունը հավատքի եւ հավատարմության հանդեպ միմիայն մեկ բանի այդալ Աստծո փառավորումին, որուն միայն մենք կցկտենք, որուն համար մենք կաշխատենք եւ կքործենք այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։